Եթերում հերթապահ մաս հաղորդաշարի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել. Թիրախը հիմնականում կանայք եւ աղջիկներ էին, որոնց ոսկյա շղթաները կամ վզնոցները Երևանի տարբեր գրավատներն էր հանձնում, իսկ փողը վատնում ըստ պահանջի։ Հեծանվորդների տեղաշարժը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար արահետն անցնում է համեմատաբար լայն փողոցներով, իսկ ծանրաբեռնված հատվածներում դուրս է գալիս երթևեկելի գոտուց եւ տեղափոխվում մայթեզր։ Էական չէ, հանցագործը զինված կլինի մահակով, դանակով թե հրազենով, կարմիր բերետավորը կարող է զենքաթափել, լինելով անզեն։ Ամենօրյա հերթապահ մասի սեպտեմբերի 26-ի թողարկմանը ներկայացրել ենք Վարդենիսում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու դեպքը, որի հետևանքով տուժողը այդպես էլ գիտակցության չգալով 4 օր անց մահացել էր։ Այսօր արդեն ի հայտ են եկել նոր մանրամասներ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25 գանգուղեղային վնասվածք ախտորոշմամբ Վարդենիսի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ծովակ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Վարդենիսի ոստիկաններն անմիջապես մեկնել էին հիվանդանոց։ Տուժողի հետ խոսել, սակայն չէր հաջողվել։ Նա այդպես էլ գիտակցության չգալով մահացել էր։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ հիշյալ օրը Երևան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան որդու հետ միասին ծեծի էին ենթարկել վարդենիսցիներ 1976 թվականին ծնված Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանն ու Հրանտ Շաբոյանը։ Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Օպերատիվ բացատրական աշխատանքների շնորհիվ Հրանտ Շաբոյանը սեպտեմբերի 22-ին կամովին ներկայացել էր ոստիկանության Վարդենիսի բաժին։ Աշխատանքներ էին տարվում Մարտին Հակոբյանին եւ Զոհրաբ Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների իրականացրած համապատասխան գործողությունների շնորհիվ սեպտեմբերի 29-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ներկայացավ նաև 1976 թվականին ծնված Մարտին Հակոբյանը, իսկ 3 օր անց հոկտեմբերի 2-ին Զոհրաբ Կարապետյանը։ Հրանտ Շաբոյանը եւ Զոհրաբ Կարապետյանը կալանավորված են։ Նախաքննությունը շարունակվում է։ Կան հանցատեսակներ, դրանցից մեկն էլ կողոպուտն է, որոնց բացահայտման ժամանակ արագությունը կարող է էական նշանակություն ունենալ։ Հանցագործության մասին ահազանգ արագ ստանալուց հետո արագ գործեցին նաև Դավիթաշենի քրեական հետախույզները։ Հայտնաբերվեցին կատարողն էլ իրեղեն ապացույց ոսկյա շղթան ու պարզվեց, որ սա կողոպչի առաջին գործը չէր։ Վարդան Մկրտչյանը Երևանի բնակիչ է, կողոպուտ կատարելու կասկածանքով են բերման ենթարկել։ Սեպտեմբերի 2-ին ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշենի առաջին թաղամասի 40 շենքի շքամուտքում ինչ-որ մեկը մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա, բռնել չէին կարողացել, փախել էր։ Առաջին թաղամասը բաժնից հեռու չէր, եւ ոստիկանները րոպեներ անց արդեն շենքի մոտ էին։ Անմիջապես ճշտել էին հանցագործի արտաքին նկարագիրը, դեպքի վայրից հեռանալու ուղղությունն ու 2 թաղամաս այն կողմ Դավիթաշենի 3-րդ թաղամասից հայտնաբերել Վարդանին։ Մկրտչյանի մոտից անձնական զննությամբ հայտնաբերվեց նաև ոսկե շղթան, որն ըստ նրա խոստովանական բացատրության մոտ 1 ժամ առաջ էր հափշտակել։ Քննչական փորձարարության ժամանակ Վարդանը ցույց տվեց, թե ինչպես է շքամուտքում վերելակի մոտ նկատել կնոջը, մոտեցել նրան, պոկել շղթան ու դիմել փախուստի։ Հետո նաև մատնացույց արեց, թե որտեղով, որ աստիճաններով է փախել։ Հարցաքննության ժամանակ Վարդան Մկրտչյանը խոստովանեց նաև, որ նույնատիպ եղանակով կատարել է մի շարք այլ հանցագործություններ։ Թիրախը հիմնականում կանայք եւ աղջիկներ էին, որոնց ոսկյա շղթաները կամ վզնոցները Վարդանը Երևանի տարբեր գրավատներն էր հանձնում, իսկ փողը վատնում ըստ պահանջի։ Այս անգամ էլ սցենարը նույնն էր, միայն թե տուժողն իրեն չէր կորցրել, իսկույն ոստիկանություն էր զանգել, ոստիկաններն էլ իրենց գործը հմտորեն էին արել։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Իրավապահները կասկածներ ունեն, որ Վարդան Մկրտչյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս։ Տուժողները կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 360202 398154 հեռախոսահամարներով։ Ոստիկանության կարևոր ստորաբաժանումներից մեկն էլ պարեկապահակետային ծառայությունն է, մեր թեմատիկ էջը։ Ահազանգ ստացվեց, որ 3 զինված անձ ներխուժել են մայրաքաղաքի բակերից մեկն ու ահաբեկում են բնակիչներին։ Նրանցից մեկն արդեն բնակելի շենքում է
Բարեկապահակետային ծառայության ծառայողներն արդեն ճանապարհին են։ Ոստիկանության բարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների կարմիր բերետների ուշադրության կենտրոնում հայտնվելը ամենահաճելի բաներից չէ, սակայն դա ձեզ չի սպառնում, եթե դուք օրինապահ քաղաքացի եք։ Բայց ըստ վարժանքների սցենարի նկարահանումների ժամանակ ես այնքան էլ օրինապահ չէի եւ ինձ վնասազերծելը բարեկապահակետային ծառայության ծառայողների համար վարքյանների խնդիր էր։ Սակայն բակում եւ շենքում շարունակում են մնալ եւս 2 հանցագործ։ Այդ պատճառով հատուկ գումարտակի ծառայողներն օպերատիվ քննարկման ընթացքում մշակում էին հստակ պլան, որով կարճ ժամանակում եւ առանց միջադեպերի պետք է վնասազերծվեն իմ մյուս հանցակիցները։ Շենքում գտնվողին միայնակ թողնելու համար ոստիկանների արագ արձագանքման խումբը, այսպես ասած, հեռացնում է բակը հսկող ահաբեկչին։ Հեռացնում է այնպես, որ ինքն էլ գլխի չի ընկնում, թե ինչպես բռնվեց։ Ամենավտանգավոր ահաբեկիչը ներսում է։ Ինչու ամենավտանգավոր, որովհետև ձեռքին նռնակ կա, եւ վտանգավոր է ավելին ինձ ու մյուս հանցակցին կորցնելուց հետո։ Բակ են կանչվում հավելյալ ուժեր։ Ուշադրություն, ոստիկանությունն է, պահանջում ենք հանձնվել, այլապես ոստիկանությունը կդիմի այլ միջոցների։ Ահաբեկիչը հրաժարվում է դուրս գալ, երբ բնակիչներն արդեն տարհանված են շենքից, գրոհի որոշում է կայացվում։ Բարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներն այժմ մուտք են գործելու շենք։ Պարանների օգնությամբ նրանք ներս են մտնելու սենյակներ, որպեսզի վնասազերծեն շենքում զինված հանցագործին։ Ոստիկաններն արդեն պարաններով իջնում են 2-րդ հարկ, որտեղ գտնվում է պայմանական հանցագործը։ Բարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներն բռնում են ահաբեկչին ու հեռացնում տարածքից։ Ստորաբաժանման այսպիսի պատրաստությունը ոչ մեկ օրվա, ոչ էլ մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Ծառայության ընթացքում, թե դրանից դուրս նրանք անդադար հետևում են ֆիզիկական պատրաստությանն ու մարտավարամասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ 5 մետրանոց ցանցապատը կարող են անցնել այնպես, ինչպես սովորական մարդը կբարձրանա 3 աստիճան։ Ավելի տպավորիչ են մարտարվեստի ունակությունները։ Այս ստորաբաժանման կազմում ծառայում են ոստիկաններ, որոնք բազմիցս մասնակցել են արևելյան մարտարվեստների միջազգային եւ տեղական մրցումների ու գրավել պատվավոր տեղեր։ Էական չէ, հանցագործը զինված կլինի մահակով, դանակով թե հրազենով։ Կարմիր բերետավորը կարող է զենքաթափել լինելով անզեն։
Քանի որ ծառայությունը 24 ժամյա է, մկանները տաքացնելուց հետո հատուկ գումարտակայինները մեկնում են իրենց վստահված քաղաքային ծառայողական երթուղիներով։ Վարժանքներով, բայց երրորդ հատուկ գումարտակի ծառայողները այժմ մեկնում են արդեն օպերատիվ ծառայության։ Նրանք դուրս են գալիս տարբեր երթուղիներով եւ այսօր մենք հենց նրանց հետ ծառայությանը կմեկնենք ծանոթանալու համար այդ ծառայության առանձնահատկություններին։ Ստորաբաժանման սպայական կազմն ուշ երեկոյան շրջում է քաղաքով ու վերահսկում մյուս ծառայողների աշխատանքը, հետաքրքրվում ծառայության ընթացքի մասին, 032 եւ օգնում քաղաքացիներին, եթե դրա կարիքը կա։ Արև ձեզ լավ կարանք Վերեմիջ կա, մանվես կա։ Եթե ունեք կա։ Վերեմիջ կա։ Հիմա մենք գնում ենք Սայաթ-Նովայով դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Արդեն Ֆրանսիայի հրապարակից վերակարգի երթուղին հետիոտն է։ Դա հասարակական կարգի ապահովման մեխանիզմի բաղկացուցիչ մասերից է։ Անմիջականորեն հաղորդակցվելով քաղաքացիների հետ եւ զգոն պահելով հանցավոր նկարտումներ ունեցողներին, ապահովում են, որ օրինապահ քաղաքացին Երևանում զբոսնելիս իրեն անվտանգ զգա, պաշտպանված ցանկացած ոտնձգությունից։ Չէինք հասել Ազատության հրապարակի կենտրոն, երբ ներքին կապով հայտնեցին, որ միջադեպ է արձանագրվել։ Արագ պետք էր արձագանքել։ Հիմա մեկնում ենք Երևանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ, կանչ ստացվեց, որ քաղաքացիներից մեկը զենք ունի իր մոտ եւ պատրաստվում է զենքը կիրառել։ Վարորդ ոստիկանը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները միայն ծայրաստիճան անհրաժեշտության դեպքում։ Արագ է պետք տեղ հասնել։ Արդեն տեղում ոստիկանները մշակում են գործողությունների պլանը, տեղայնացնում ուժերն ու սպասում ծառայեկիցներին արդեն այլ ստորաբաժանումներից, գործի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։ Օպերատիվ գործողությունը կարող է ձգվել մինչև լույս։ Մեր տեսախցիկի մարտկոցը հաստատ այդքան չի դիմանա։ Այս ստորաբաժանման հետ անցկացրած մեկ օրվա ընթացքում հասկանում ես, որ հասարակական կարգի ապահովումն ու քաղաքացիների անվտանգության երաշխավորումը գերակա խնդիր է այս մարդկանց համար եւ գուցե օրերով տուն էլ չգնան, ընտանիք չտեսնեն, անտեսելով անձնականը, բայց ոստիկանի իրենց բաժին ծառայությունը միանշանակ կկատարեն պատվով ու պրոֆեսիոնալ։ Քաղաքակիրթ աշխարհն արդեն վաղուց քաղաքային տրանսպորտի ու մեքենաների փոխարեն առավելությունը տալիս է հեծանիվներին։ Էկոլոգիապես մաքուր եւ առողջարար այս միջոցը մեզանում դեռ դժվար է տրանսպորտային համարել։ Գուցե սրան խանգարում է նաեւ մեր քաղաքների վայրի վերող ռելիեֆը, բայց մեր քաղաքացիներն էլ ուզում են հնարավորության սահմաններում իրենց տեղափոխումն իրականացնել հեծանիվներով եւ այդ ողջունելի ցանկությանն աջակցում են ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքային իշխանությունները։ Հոկտեմբերի 3-ն է։ Ճանապարհային ոստիկանության լուսանշան պոակի աշխատակիցները պատրաստվում են ճանապարհի երթևեկելի աջգոտում սպիտակ գծանշումներ կատարել։ Ահա թե ինչ նպատակով։ Ճանապարհային ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ այսօր սկսեց հեծանվային արահետի կառավարման աշխատանքները։ Հեծանվորդների տեղաշարժը հնարավորինս անվտանգ կազմակերպելու համար արահետն անցնում է համեմատաբար լայն փողոցներով, իսկ ծանրաբեռնված հատվածներում անվտանգության նորմերից ելնելով դուրս է գալիս երթևեկելի գոտուց եւ տեղափոխվում Մայթեզր։ Արահետը սկսվում է Մատենադարանի հարակից տարածքից, Մաշտոցի պողոտայով, Օպերայի տարածքով, Հյուսիսային պողոտայով, միանում է Հանրապետության հրապարակին Վազգեն Սարգսյանով, միանում է Բեյրութի փողոցին, Բեյրութի փողոցից Երևանի քաղաքապետարանի մոտով Գրիգոր Լուսավորիչով միանում է Ագատ Անգեղոս, Ագատ Անգեղոսից միանում է Խորենացի, այնուհետև Տիգրան Մեծ պողոտայով միանում է Արցախի փողոցին, Արցախի փողոցով միանում է Էրեբունի փողոց եւ հասնում է դեպի Էրեբունի թանգարան։
Գծանշումներն արվում են հաշվի առնելով երթևեկության բոլոր մասնակիցների իրավունքները։ Հետիոտնը, հեծանվորդն ու վարորդը հեծանվային արահետներով, փողոցներով տեղաշարժվելիս այսուհետ պետք է ավելի զգոն լինեն, ապահովելով միմյանց անվտանգ երթևեկը։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր երթևեկության մասնակիցներին, վարորդներին, հետիոտներին, հեծանվորդներին լինեն միմյանց նկատմամբ զիջող։ Հատկապես տրանսպորտային միջոցի վարորդներին հորդորում ենք, որ անտեղի մուտք չգործել հեծանվային արահետ, խոչընդոտ չստեղծել հեծանվորդի համար։ Ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետի հաղորդմամբ արահետի տիրույթը սահմանող ընդհատվող գծանշումներից զատ ճամփեզրյա հատվածներում եւ խաչմերուկներում տեղադրված են համապատասխան զգուշացնող նշաններ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անվտանգության կանոնների խստիվ պահպանումը երթևեկության բոլոր մասնակիցների կողմից։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հեծանվորդներին պահպանեն երթևեկության կանոնները, հեծանիվ վարելիս կրեն սաղավարտներ, ծնկների եւ ազրերին ունենան պահպանիչներ եւ օրվա մութ ժամերին հեծանիվների վրա տեղադրված լինի արկածող պարոսիկներ։ Մնում է միայն կանաչ լույս եւ բարի երթևեկություն մաղթել արդեն հեծանվային ուղի ունեցող մեր հեծանվորդներին։ Տեսանկարահանող և լուսանկարող սարքերի արձանագրած խախտումների ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկված տուգանքների վճարման վերաբերյալ վերջին շրջանում շատ բողոքներ հնչեցին։ Բողոքների պատճառները, նաև թերությունները շտկելու ուղիները ներկայացնում են ճանապարհային ոստիկանության պատասխանատուները։ Զրուցակիցս ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանն է, ասում է, որ խնդիրը մի քանի մակարդակ ունի, որոնցում առկա է եւ տեխնիկական, եւ մարդկային գործոնը։ Խնդիրը սկսվում է բանկային ծառայություններ մատուցող ընկերություններից։ Հիմնական պատճառ է հանդիսանում վճարում ընդունող կազմակերպությունների կողմից ոչ պատշաճ վճարումները ընդունելը, այսինքն վճարումները ընդունելիս պետք է համապատասխան դաշտում, համակարգչում լրացվեն համապատասխան պարտադիր տվյալները։ Իսկ եթե թվերը նշված են սխալ, հետևաբար կիրառման մեջ մտած նոր համակարգչային ծրագիրն էլ չի կարող ճանաչել տուգանքը մուծող քաղաքացու տվյալները։ Բանկային ծառայություններն այս դեպքում պետք է ունենան մեկ ընդհանուր աշխատելավոճ, անցանկալի փաստաթղթային քաշքշուկներից խուսափելու, ժամանակ խնայելու եւ չնյարդայնանալու համար էլ քաղաքացիներն իրենց հերթին պետք է լինեն ուշադիր եւ իրազեկված։ Ամենակարևոր ռեկվիզիտը դա վարչական ակտի համարն է։ Ովքեր կվճարեն տուգանքները, պարտադիր ուշադիր լինեն գոնե մեկ հանգամանքի նկատմամբ, այն է այս նպատակը դաշտում հետևեն, որպեսզի նպատակը դաշտում պարտադիր ամրագրվի վարչական տուժ նշանակելու մասին որոշման համարը։ Ես ձեզ ցույց կտամ նաև վարչական տուժ նշանակելու մասին որոշման համարը, ահա այն, ընդգծել եմ վերևի տողում վարչական տուժ նշանակելու մասին որոշման համարն է, որը պարտադիր պետք է ներառվի նպատակը դաշտում։ Այս պայմանը ապահովելու դեպքում մենք կխուսափենք նման իրավիճակներից եւ չի առաջանա այնպես իրավիճակ, երբ քաղաքացին վճարած կլինի տուգանքը, սակայն դա կդիտվի որպես չվճարում։ Ես կարող եմ ներկայացնել նաեւ մեկ օրինակ եւս, որի պատճառով քաղաքացու վճարումը մենք չենք կարողացել նույնականացնենք եւ ուղարկել ենք հարկադիր կատարման ծառայություն։ Ահա խնդրեմ, նպատակը դաշտում պետք է ֆիքսված լիներ 10 նիշ ունեցող որոշման համարը, որոշումները բոլորը ունեն 10 նիշ։ Սակայն ամրագրված է ինչ-որ 10 քանի նիշանոց ինչ-որ թիվ, որը որևէ կերպ չի կապվում վարչական ակտի որոշման հետ, եւ այժմ մենք ուսումնասիրում ենք, որպեսզի գտնենք, թե այս վճարումը որ վարչական ակտի համար է վճարվել։ Նմանօրինակ խնդիրներից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունն արդեն ձեռք է առել նոր միջոցներ։ Դրանք թույլ կտան նվազագույնի հասցնել տեխնիկական համակարգի թերացումները։ Ովքեր ժամկետում վճարել են տուգանքները, սակայն հարկադիր ծառայությունից, դատական ակտերի հարկադիր ծառայությունից ստացել են արգելանք դնելու մասին որոշումներ, այդ մասին անմիջապես տեղյակ պահել ճանապարհային ոստիկանությանը։ Կարող են տեղյակ պահել եւ պարտադիր չէ այցելել ճանապարհային ոստիկանություն, կարող են տեղյակ պահել կապի ցանկացած միջոցով, հեռախոսով, Skype ծառայության միջոցով, էլեկտրոնային հասցեով եւ նամակագրական դիմում ներկայացնելով, նամակի միջոցով։ Մենք անմիջապես հրատապ լուծում կտանք այդ խնդիրներին։ Նշեմ, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր ծրագրային համակարգ ստեղծելու ուղղությամբ,
Նշված ծրագիրը հնարավորություն կտա, ծրագրի շահագործումը հնարավորություն կտա, որ վճարում ընդունող համապատասխան աշխատակիցներից կողմից կբացառվի ոչ պատշաճ վճարում ընդունելը։ Այսինքն, եթե վճարում ընդունելիս ինչ-որ սխալ տվյալներ կլրացվեն համապատասխան դաշտերում, ապա վճարումը չի ընդունվի մինչև այնքան ժամանակ, քանի դեռ չի ուղղվի այդ սխալները։ Եվ առհասարակ, ճանապարհային ոստիկանությունը եւս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, զգույշ եւ զգոն լինել տարաբնույթ տուգանքներից խուսափելու համար։ Հաղորդման վերջում ներկայացնենք մի պարզաբանում կապված ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքի հետ։ Կհանդիպենք հաջորդ կիրակի։ Ցտեսություն։ Վերջին շրջանում քաղաքացիները հաճախ են դիմում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, ճշտելու արդյոք իրականությանը համապատասխանում է այն տեղեկությունը, որ Ռուսաստանի Դաշնությունում ընդունվել է օրենք, որի համաձայն այլ պետության քաղաքացիները, որոնք նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ են, պետք է հրաժարվեն իրենց օտարերկրյա քաղաքացիությունից։ Պարզաբանման համար դիմեցինք ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական հսկողական բաժնի պետ ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին։ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունվել է օրենք, որը ուժի մեջ է մտել սույն թվականի օգոստոսի 4-ին, դա քաղաքացիական մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինակիցն է, համաձայն որի ուժի մեջ մտնելու պահից 60 օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն կամ այլ պետությունում ունեն բնակության իրավունքը հավաստող փաստաթղթեր, պետք է տեղեկացնեն իրավասու մարմնին։ Դա ֆեդերալ միգրացիոն ծառայությունն է։ Նշված օրենքով որևէ պարտավորվածություն չի դրվում քաղաքացիների վրա, որպեսզի հրաժարվեն այլ պետության քաղաքացիությունից։ Օրենքով հստակ սահմանված է տեղեկացնելու կարգը եւ համաձայն կարգի այն անձինք, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում չունեն հաշվառում եւ բնակվում են այլ պետությունում եւ նշված պետության դիվանագիտական ծառայությունում հաշվառման են կանգնած որպես հյուպատոսական հաշվառում ունեցող անձինք, ազատվում են տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից այդ երկրից։ Նշված անձինք տեղեկատվությունը պետք է ներկայացնեն հենց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո։ Հոկտեմբերի 4-ից հետո տեղեկատվություն չներկայացնող անձինք, այսինքն տեղեկատվությունը թաքցրած անձինք օրենքի համաձայն ենթարկվում են պատասխանատվության 200,000 ռուբլու չափով, իսկ այն անձինք, ովքեր ուշ են ներկայացրել տեղեկատվությունը կամ ոչ սպառիչ տեղեկատվություն ներկայացրել, ենթարկվում են պատասխանատվության, վարչական պատասխանատվության 500,000 ռուբլի չափով։ Տեղեկացնենք, որ նշված նմանատիպ օրենսդրական դրույթ նախատեսելը որևիցե շփոթության տեղիք չպետք է տա մեր քաղաքացիների մոտ, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես գործում է նմանատիպ օրենք, քաղաքացիական մասին օրենքով սահմանված է դրույթ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե ընդունում են այլ պետության քաղաքացիություն, պետք է 1 ամսվա ընթացքում տեղեկացնեն իրավասու մարմնին կամ դեսպանատուն կամ անձնագրային վիզաների վարչություն եւ կարգը խախտած անձինք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն ենթարկվում են վարչական պատասխանատվության 50,000 դրամի չափով։ Կանապատակ որ օրի մեր կյանքը դառնա ապահով Կամ տղաներ որոնց կոչում է զգոն լինել ուշադիր Այդ տղաներն են որ ունեն տարբեր աստղերով ուսադիր Օրենքի և առօրյա կյանքի հսկող ու պահապան Քո ընտրած ուղին ինչ խոսք դժվար ու թե ոստիկան Իրավունք սխալվելու չունես, ունես հզոր մի զենք Դա օրենքն է, որ պիտի պահես ու մենք է սովորենք Տանք պատիվ ու ձեզ մարդենք, բարի ծառայություն Տանք պատիվը բարձր միշտ պահենք ձեր ձեռքերում Լինել ամեն բակայց Սա օրենք է, սա քո կյանք
ենք կրում ես արժանի աստղերը քո ուսին Երբ անգամ լինում է դեպք երբ մարդու կյանքն է քո ուսին Ծառայում ես դու սերժանտ լեյտենանտ թե գնդապետ Իմացիր որ մեր հողին միշտ նվիրված մարդիկ են Հաղորդման գործընկերն է Էլիպս ընկերությունը։ Էլիպս 20 տարուց ավելի անվտանգության համակարգերի ոլորտի առաջատարը Հայաստանում։